Նոյանտապանում հյուրընկալել եմ Հայաստանի Շնորհապետական կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, աստվածաբան, հայագետ Հայկ Կիրակոսյանին։ Պարոն Կիրակոսյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Որպես աստվածաբան, ինչպես կբնութագրեք իշխանություն եկեղեցի սրված հարաբերությունները, այսօր էլ վարչապետ Փաշինյանը գրառում է արել հերթական, որով պնդել է, որ կաթողիկոսը ունի զավակ եւ եթե փորձի հերքել, ապա Անդրաժեշտ ձևաչափով նա դա կապացուցի, գրել է Նիկոլ Փաշինյանը, ակնկալելով նաև հայաստանյան ծառաքելական Սուրբ եկեղեցու հետևորդների համախմբումը նոր կաթողիկոսի ընտրության օրակարգի շուրջ։ Նախ որպես բնութագրող խոսք իհարկե կբնութագրեմ անկումային այս բանի ստեղծված վիճակը, որովհետև այնպես չի, որ անդունդ չի եղել պետության եւ եկեղեցու մեջ, ժամանակ առ ժամանակ այդ անդունդը խորանում է։ Իսկ զգայական տեսանկյունից որպես հայ մարդ իհարկե ցավ եմ ապրում, որովհետև հավատացեք մեր ժողովուրդը շատ տոկուն լինելով, մեծագույն արհավիճքներ տեսածնելով հոգնել է արդեն այս ամեն ինչից մեկ պատերազմ դրսում, մեկ պատերազմ ներսում, այսինքն գզվրտոց, իրար միս ուտել եւ այլն։ Եվ հիմա պակասում է այն հայրական, այն իմաստուն խոսքը, քանի որ երկու կողմերն էլ իջել են նույն մակարդակին եւ զբաղված են իրար փախարակելով, իրար վիրավորելով, որը կարող էր խաղաղեցնել հայ մարդու հոգին Հայաստանում կամ Սփյուռքում։ Ինչ վերաբերվում է վարչապետի հայտարարությանը, գիտեք, գուցե հաստատի իր ասածները, գուցե չհաստատի, մենք բազմիցս տեսել ենք, որ ասֆալտին էր փռում մարդկանց, մինչև այսինքն իր խոսույթը պատժելու էր հատիկ առ հատիկը, պատասխանատվություն էին կրելու, ինքը ավելի շատ շոուի բաղադրիչն է իր մոտ գերակշռում, քան իրական գործողությունները։ Ես խոսում եմ պետության դեմ գործված ծանրագույն հանցանքների եւ դրանց այդպես կիսատ թողնելու, հետամուտ չլինելու մասով նախ եւ առաջ։ Եվ մի կողմ դնենք այս անգամ իր խոսքերին տեր կկանգնի թե ոչ, մենք արդեն 7 տարի գործում ենք մի ղեկավարի հետ, ով առանձնապես հոգ չի տանում սեփական խոսույթին հետևելու հարցում, բառապաշարին հետևելու հարցում եւ որ ավելի առանցքային է իր խոսքին տեր կանգնելու հարցում։ Իսկ շոուի բաղադրիչը պահանջում է միշտ ծնել, ստեղծել, մոգոնել դիվական կերպարներ, ճշնամու կերպարներ, կապ չունի ներսում է, կողքում է, ԿՊ-ից է, դրսից է, ներսից է, հիմա ճշնամիների հետ, քանի որ այդ եղբայրության, քիրվայության վիճակն է, նոր ճշնամիներ են պետք, ժողովրդին իր շուրջ հավաքելու, չմոռանանք 2026-ին այո, ընտրություններ են եւ հետեւաբար ավելի էական է հասկանալ ինչ նպատակով է սա արվում, այնպես չէ, որ ես նույն խստությամբ չեմ վերաբերվում այն ամենին, ինչ տեղի ունենում եկեղեցու ներսում, ինձ համար եկեղեցին իսկապես բացառիկ մի կառույց է մեր պատմության ընթացքում, որի ուսերին եղել է եւ հաճախ պատվով տարել է այդ պատասխանատվությունը, ազգապահպանությունը, մշակույթը, կրթությունը, ինչու՞ չէ նաեւ երբեմն իրավական դաշտը, իրավական իշխանություն է ունեցել եւ հետեւաբար մեծ ցավ եմ ապրում տեսնելով այս ցածր կարգի բախումները ազգային ժողովում մենք տեսնում ենք որ այդպես ժողովրդի խոսքով ասած բիսեդկայի մակարդակ է ու կարծես անձնական հաշիվներ մաքրելու հարմարավետ աթոռներով օթորակիչներով տեղ են գտել եւ մեկը մեկին վիրավորում է ես ասել եմ եւ ասում եմ քանի դեռ կրկեսը չի գործարկված Հայաստանում կրկեսի գործառույթը իրականացնելու է ազգային ժողովը ցավոք դա ազգային ժողով չէ լավագույն դեպքում ժողովրդական ախոռ է բայց տեսնելով որ այնտեղի եղածը մեծ թվով մարդիկ չեն հետևում հանում են դուրս փողոց սոցցանցեր եւ այլն եւ սա պարակտիչ մի իրողություն է եթե եկեղեցին ունի իր ներքին կանոնակարգը միանշանակ դա ներքին հարց է ազգային հարց դինելով, պետական հարց դինելով լուծումները տրվում են ներքին կանոնակարգի համաձայն, ինչպես որ ձեռնադրվում են հոգևորականներին, ինչպես որ գալիս են կաթողիկոսական աթոռին, ապա պիտի տեսնեն իրենք որ ուղով են ընթանում 5 տականում նոյա հարբել էր եւ մերկացել էր զավակներից մեկը եկավ ծիծաղեց եւ ծաղրեց երկուսը ծածկեցին մերկությունը եւ դրա մեջ քրիստոնեական խորհուրդ կա մյուս պարագայում էլ քարկոծելով սպանել է այնպես չի որ 5 տականում չկա Այս էլ կա, այսինքն ես ասում եմ եւ կա քրիստոնեական ներողամտություն եւ կա քրիստոնեական խստաբարո ընկալում
Բայց սրանք բոլորը նպատակ ունեն, հասկանում եք, մեզ տալիս են կռվախնձորը, մեզ տալիս են կռվելու գզորդոցի նյութը, մեր մեջ գցում են, փորձում են գցել հերթական պարակտիչ թեզը եւ հարցերը մնում են օդում կախված, պատկերացրեք, որ անցնեն ամիսներ եւ տարիներ, ոչինչ որևէ օղակում չփոխվի Եվ հայ մարդը ինչ է ունենալու, էլի կորուստ, որովհետև դադարում է հայը հավատալուց թե Աստծուն, թե պետությանը։ Այսինքն այսօր մենք խնդիր ունենք, որ ժողովուրդը հավատա Աստծուն, հավատա Աստծո երկրային ներկայացուցչին, եկեղեցուն, հավատա պետությանը, որպեսզի դրանով գոտեպնդվի այս դժվարագույն ժամանակահատվածում, բայց մենք տեսնում ենք, որ շարունակվում է դրա հակառակը, այսինքն անկում խորը անդունդ է գոյանում։ Եվ այս վիճակը շարունակվելու այնքան ժամանակ, քանի դեռ ամեն ոք իր տեղում չէ, պարոն Փաշինյանը շարունակում է իր լրագրողական գործունեությունը, որից նա մինչև մահ չի կարողանալու կտրվել։ Ես ճիշտ հասկացա ձեր խոսքը, այսինքն եթե պարզվի, որ կաթողիկոսը զավակ ունի, այդ հարցը պետք է ներսում հոգևորականները իրենք որոշեն, իրենց համար ընդունելի է թե ոչ։ Եվ նոր կաթողիկոսի ընտրության այս հարցը, որ առաջ է քաշում Փաշինյանը, սա նույնպես, այսինքն ներքին խնդիր է։ Տեսեք, որպես հայ առաքելական եկեղեցու զավակներ, որպես քրիստոնյաներ, մենք յուրաքանչյուրս կարող ենք որոշել մեր վերաբերմունքը, բայց կանոնական առումով եւ ինչպես սահմանադրության մեջ է նաեւ նշված, եկեղեցին այո ունի իր կանոնական կանոնների, այսպես ասած, փունջը, համակարգը եւ դրանցով է առաջնորդվում։ Եթե գործվածը պետական հանցանք չէ, ազգային անվտանգության տիրույթում չէ, հակապետական ինչ-որ մի բան չէ, որ ասենք ԱԱԾ-ն մտնի եւ այդ եղանակով, ուժային եղանակով հարց լուծվի, ապա այո, սա եւս ինչպես կարգալույծ անելն է եւ այլ ընթացակարգեր, եկեղեցու ներքին կանոնական հարցն է, որովհետեւ հաջորդ կաթողիկոսի ընտրությունը որևէ պարագայում լինում է եպիսկոպոսական այդ բարձրագույն ժողովի եղանակով, ժողովի գումարման եղանակով եւ այսպես շարունակ։ Իսկ աշխարհիկ իշխանությունը տվյալ դեպքում վարչապետը կարող է բարձրաձայնել հարցը, կարող է իլուր աշխարհի ասել, կարող է եկեղեցում անդառնալի հեղինակության առումով հեղինակազրկման հարված հասցնել, հաշվի չառնելով բազմաթիվ բաներ։ Ինձ համար ողջունելի չէ այն ինչի հետ գործ ունենք։ Բոլոր գիտակից մարդիկ սպասում են, որ տեսնեն ինչքանով է հիմնավոր այն ինչ որ ասվում է, հասկանալի է, որ խոսակցություններ եղել են եւ նախկինում եւ հիմա ինչպես տատիկս էր ասում, թագավորի հետևից են հայոյում խոսակցություններ եղել են նաև նախկին կաթողիկոսների, հայ հոգևորականների շուրջ, կամ պետական գործիչների շուրջ, բայց այդ ամեն ինչը երբ որ գալիս են իրավական կամ չափելի հարթության մեջ, այդ ժամանակ նոր կարելի է հետևություններ անել։ Եվ այնուամենայնիվ եկեղեցու խնդիրն է կանոնակարգման առումով, այսինքն բարոյական, հոգևոր, գաղափարական առումով դա ինչպես եկեղեցին է հայ ժողովրդինը, այդպես էլ եկեղեցում տեղ գտած խնդիրներն են հայ ժողովրդինը, չի կարող եկեղեցին ամեն պատե առիթով կամ անպատե ասել մենք ժողովրդի կողքին ենք եղել, մենք հարկ եղած ժամանակ փոխարինել ենք պետությանը, պետության դեր ենք կատարել, դրանով նաև իրավունքների հավակնելով եւ այսպիսի պահին ասի դուք ինձ հետ գործ չունեք։ Եթե եկեղեցին ժողովրդին է եւ ժողովրդի եկեղեցուն, ուրեմն մեկը մյուսի հետ փոխկապակցված են եւ գործ ունեն։ Բայց ինքը իր կանոններով առաջնորդվող, շարժվող կառույց է։ Դրանով էլ ինքը ինքնուրույն կառույց է։ Դուք ձեր խոսքում ընդգծեցիք հայոց եկեղեցու այդ պատմական առաքելություն ազգապահպանության, կրթության, մշակույթի տարածման եւ պահպանման հարցում։ Հիմա այս եկեղեցուն կից շատ կկարևորեք նաեւ կաթողիկոսի այդ տվյալ ժամանակահատվածում կաթողիկոսի կամ հոգևոր բարձր դասի կերպարը։ Եվ եթե դա իսկապես կկարևորեք, կկապեք, ինչպես ես հարցումս ձևակերպեցի, ապա ինչ կարող եք ասել Գարեգին Բ-ի եւ ավելի բարձր հոգևոր դասի ներկայացուցիչների մասին, որովհետեւ մենք գիտենք, որ այս կաթողիկոսի նկատմամբ հանրային նույնպես հարթությունում բազմաթիվ հակասական ընկալումներ կան, վերաբերմունք կա եւ դա պայմանավորված է հենց կաթողիկոսի կերպարով։ Նախ արձանագրենք, որ եկեղեցին այնուամենայնիվ միայն շինությունը չէ, կոթողը չէ, արդարացիորեն ճիշտ է հարցադրումը ձևակերպում այն առումով, որ եկեղեցին մարդիկ են, նրանք ում անվանում ենք հոգևոր ծառաներ կամ հոգևոր սպասավորներ եւ իրենց բուն առաքելությունը, այդ ծառայությունը պատշաճ համապատասխան սկզբունքների մատուցելն է։
Ինչ վերաբերում է մեր կաթողիկոսին կամ բարձրաստիճան հոգևորականների, շատ վիճահարույց է, ես չունեմ այնպիսի ընկալում, որ սևի եւ սպիտակի բաժանեմ երևույթը եւ մյուս գույները չտեսնեմ։ Մեր եկեղեցին ունեցել է անկման եւ վերելքի ժամանակաշրջաններ ողջ պատմության ընթացքում, ոչ միայն արտաքին պատճառներով, որ չգիտեմ, բռնաճնշումների են ենթարկվել կամ այլ ուրեմն գաղութարներ են եղել մյուսը, նաև ներքին պատճառներով եկեղեցին ունեցել է իր զարթոնքը եւ հակառակը, այսպես ասած, խավար շրջանը, բայց հաշվի առնենք, որ եկեղեցին նաև մի պարարտ այգի է, որտեղ անկախ այգեպանի առողջական վիճակից ինչ որ մի եղանակով ժամանակ ծնունդ են առնում մեր ազգի այնպիսի լուսավոր ու փայլուն ներկայացուցիչներ, որոնց լինելիությունը դառնում է մեր լինելու երաշխիքը հազարամյակների մեջ եւ իրենք դարերով ծնունդ են առել եկեղեցուց, իհարկե դրան կա նաեւ օբյեկտիվ պատճառ, եկեղեցու ձեռքում էր կրթական լծակը, եկեղեցուն պատկանում բազմաթիվ հնարավորություններ, որոնք կամ պետությունը չուներ, կամ պետություն չկարել որ ունենար։ Ինչ վերաբերում է ամենայն հայոց կաթողիկոսի կերպարին, էլի չեմ կարող կրթական այդ ազգապահպանության համատեքստում զուտ կաթողիկոսի, վերջին կաթողիկոսի, այս կաթողիկոսի գործունեությունը փորձեն գնահատել ձեր թվարկած այդ կարևոր խնդիրների։ Գիտեք, ես գիտեմ, որ եկեղեցին իր բնույթով պահպանողական կառույց է, հայ առաքելական եկեղեցին հատկապես ամենապահպանողականներից է, բայց միշտ իմ մեջ ներքին վեճ ունեմ, որ պահպանողական լինելը չպիտի խանգարի նաև ժամանակին համընթաց շարժվել։ Այսինքն իմ սուբյեկտիվ ընկալմամբ շատ բաներ կան, որ եկեղեցին կարող էր անել, ֆիլմարտադրությունից մինչև կրթական օջախների հիմնումը, ամեն մատուռի կողքը, ամեն եկեղեցու լքված վանքերը, որոնք վեճ կա թե մշակույթի նախարարությանն են պատկանում, թե եկեղեցուն են պատկանում, եւ շատ բաներ, որ ես կուզենայի տեսնել այս տարիների ընթացքում 30 տարիների ասեմ, ես չեմ տեսել, բայց դրանով հանդերձ ասել, որ ոչինչ չի արվել, սխալ կլինի, եւ մշակութային նախաձեռնություններ կան, եւ կրթական, եւ շողակաթը, եւ վեմը, եւ հրատարակչական գործունեություն, եւ բարեկարգման որոշակի, այսինքն արվում է, բայց մենք պիտի կարողանանք չափել եւ ցավոք չափել չենք կարող համատելով մեզ կաթոլիկ եկեղեցու հետ, ուղղափառ եկեղեցու հետ կամ իսլամական աշխարհի հետ, մեր չափումը պիտի լինի ինչպիսին են եկեղեցու զավակները, այսինքն ժողովրդի հոգևոր աստիճանը մակարդակը։ Տեսեք, ասում ենք բաժանությունների թիվը, չգիտեմ, չէ, ընտանիքների մասին ենք խոսում, այս ամեն ինչի շուրջ է, կին տղամարդ հարաբերությունների վերջո պիտի լինեն, չպիտի լինեն, որ օրենքով ինչպես Բայց այսօր բացի բաժանությունների հսկայական թիվը, դա միայն իրավական տնտեսական խնդիր չէ, դա նաև շատ կարևոր հոգևոր խնդիր է։ Մենք տեղյակ չենք, որքան ընտանիքներ կան, որ պոտենցիալ բաժանված են, բայց իրենք շարունակում են այդպես ընտանիք մնալ, այսինքն ԶԱԳՍ-ով չեն բաժանված, եկեղեցով չեն բաժանված, բայց իրենք ընտանիք չեն վաղուց։ Եվ ժամանակին, օրինակ հիմա այս աղայանի երկերն եմ կարդում, թե որքան կարևոր առաքելություն էին իրականացնում եկեղեցու սպասավորները, ամեն գյուղի, ամեն տան բնակիչների հետ, ընտանիքների հետ կար շփում եւ ճանաչում էին եւ կատարում էին այն գործառույթը, որ այսօր ցավոք հայ հոգեբաններն էլ չեն կարողանում կատարել։ Որտեղ հոգեբանը ստանում է դիպլոմը, բացում է Instagram-ում իր էջը եւ ուզում է, չգիտեմ, 60 տարեկան մարդուն, 50 տարեկան մարդուն խորհրդատվություն մատուցել եւ հոգեկան խնդիրները հոգեբանական լուծել, երբեմն նաեւ հոգեկան, բայց եկեղեցին ինքը հոգեբանական խնդիրները հոգեվոր պատճառ են ունենում նախ եւ առաջ, կապ չունի մանկությունից են սկիզբ առել, թե երազից են սկիզբ առել եւ սա էլ չկա։ Այսինքն գնահատել, որ եկեղեցին չի թերանում է իր գործունեության մեջ կամ ասել, որ հակառակը գերակատարում է, դժվար է, բայց ես տեսնում եմ բազմաթիվ խնդիրներ, որոնք եկեղեցու պատասխանատվության տիրույթում են, այստեղ էլ ուրիշ խնդիր կա, որ եկեղեցին ինքն է հոգում իր տնտեսական կարիքները, այսինքն եկեղեցին իր ֆինանսավորումը, ասում են չէ, բիզնեսմեններ են եկեղեցում որոշ հոգևոր պաշտոնյաներ, գուցե եւ այդպես է,
բայց մյուս կողմից եկեղեցին իր ֆինանսական խնդիրները ստիպված է լուծել ինքնուրույն, եթե չլուծի 21-րդ դարում, բա ոնց պիտի լինի։ Այսօր դժվար է էշի վրա նստված, ինչպես Տեր Հիսուսը շրջում էր կամ ոտքով, մտնել եւ քարոզչություն անել աշխարհասփյուր հայության շրջանում կամ Հայաստանում կամ ինտերնետի դարում։ Ունենք, իհարկե ունենք, երիտասարդ հոգեվորական ունենք, որին շատ համակրում եմ հեռակա, ծանոթ չեմ, շատ լուսավոր տղա է Թովմաս Արաքելյան, գիրք հեղինակեց, կան իսկապես լուսավոր, լավ եւ երիտասարդ եւ տարեց հոգեվորականներ, ասեմ ձեզ, որ եկեղեցու հարատևությունը ես ուզում եմ, որպես հայ մարդ, եւ ինքը հարատևելու է անկախ արհավիրքներից, անկախ խնդիրներից, չկարծենք, որ հայ առաքելական եկեղեցին կործանվեց կամ կործանման շեմին է, գուցե մի անկման կամ հիվանդության շրջան է։ Ինքը պիտի հարատևի որպես ուժեղ կառույց, որպես պետության հետ համընթաց ընթացող մի զորեղ հոգևոր համակարգ։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Յուրաքանչյուր զարդ գլուխ գործոց է, պատրաստված ամենայն ճշգրտությամբ եւ կրքով, որոնք կընդգծեն ձեր անհատականությունն ու գեղեցկությունը։ Մեր զարդերը պարզապես աքսեսուարներ չեն, այլ սիրո խոստովանություններ, որոնք կդառնան ձեր հիշողությունների խորհրդանիշը։ Դրանք ձեզ կդարձնեն ոճային եւ գրավիչ։ Ձեր պատմությունը սպասում է։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո։ Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա։ Այո։ Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ կլենդել։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։
Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567 7։ Պարոն Կիրակոսյան, կհամաձայնեք, որ եկեղեցին մտել է քաղաքականություն։ Հետևաբար, եթե քաղաքականության տիրույթում են հոգևորականները, ուրեմն նրանք կստանան այդ տիրույթին համապատասխան հռետորաբանության արձագանք։ Եվ նաև ուզում եմ շեշտել, որ այս հակամարտությունը իշխանություն եկեղեցի, երբ որ սրվեց եւ այս սրման ֆոնին ամենամեծ մեղադրանքների չափաբաժինը կոնկրետ օրինակ Բագրատ Գալստանյանին էր ուղված հռետորաբանության հետ կապված, հետո Աջապահյանի հռետորաբանությունն է ոչ միանշանակ ընկալվում։ Հիմա քաղաքականության, եթե տրամաբանության մեջ են, ուրեմն նորմալ է, թե ամեն դեպքում սա վայել չէ հոգևորականի կերպարը։ Համաձայնում եմ, չհամաձայնում եմ, փաստը մնում է փաստ, որ եկեղեցին կամ ավելի ստույգ եկեղեցու որոշ ներկայացուցիչներ մտել են քաղաքականություն, քաղաքական հայտ են ներկայացրել եւ իրենք էլ զբաղվում են քաղաքական հռետորաբանությամբ։ Այստեղ հարցը նաեւ եկեղեցուն է ուղղված, որովհետեւ ըստ ավետարանի յուրաքանչյուր իշխանություն Աստծուց է եւ ամեն ինչի մեջ կա որոշակի օրինաչափություն եւ եթե այդպես չէ, Աստծուց չէ իշխանությունը, եկեղեցին պիտի ունենա իր դիրքորոշումը եւ իր կանոնակարգը, չէ որ բռնապետ զավթողների ժամանակ, ասենք թաթարներ, մոնղոլներ, այնպես չէ որ եկեղեցին ասում էր Աստծուց է այս իշխանությունը, եկեղեցին ազատագրական շարժումների թիկունքին էր կանգնած եւ հաճախ ինքն էլ կազմակերպում էր, որպեսզի այդ բռնազավթողներից ազատվեինք։ Իմ դիրքորոշումը այսպիսին է, որ բոլոր պարագաներում եկեղեցին կարող է եւ սովորաբար կարողացել է շատ ավելիին հասնել, մինչ անգամ պետական մասշտաբի փոփոխությունների, եթե իր ջանքը կենտրոնացնի հայապահպանության եւ կրթության ուղղությամբ, օրինակ եկեղեցու մենք գիտենք աշխարհի պատմության մեջ, որքան խոշոր առաջնորդներ իրենց ծագումը առնում են եկեղեցական կրթորանից, այսինքն կրթությամբ իրենք կրթություն ստանում են եկեղեցու ներսում, եկեղեցին է պատրաստում, ավելի լավ կլիներ, որ եկեղեցին ոչ հոգևոր իհարկե պատրաստության համար ունենար կրթարան, որտեղ հայկական կերտվածքի ազգային մտածողությամբ եւ պետականաշինությունը ամեն ինչից բարձր դասող երիտասարդներ կրթեր համատեղ ինչ որ կառույցի հետ։ Բայց երբ որ եկեղեցին մտնում է քաղաքականության մեջ, խնդիրը այս իշխանությունը չէ, պիտի որ դա որևէ իշխանության եւ պետության դուր չգա, որտեղ մենք արդեն վաղուց թեոկրատիայի ժամանակաշրջանում չենք ապրում եւ կրոնապետություն չէ Հայաստանը, մենք էլ իսլամական երկիր չենք, այն երկրներից որտեղ դեռ կրոնապետություն է։ Հետևաբար դա անցալվում է պետության կողմից որպես պետություն պետության ներսում, իսկ ինչ պիտի անի որևէ պետության գլուխ, պետք է արմատախիլ անի պետության ներսում պետություն ձևավորելու փորձերը, որտեղ տեսնում է դա շատ խանդի, քաղաքական խանդի բան է հարուցում, զգացողություն, այսպիսի բաներ են առաջանում։ Նվազագույնը պետք է ճիշտ հաշվարկ։ Եկեղեցին երբ որ որոշում է, որ օրինակ մեր պետությունը գնում է դեպի անկման եւ պետության գլուխը հիվանդ է եւ չի պաշտպանում պետության շահերը, այո, պիտի այնպիսի հաշվարկով արվի այդ նմանատիպ քայլը, որ դա դատապարտված լինի հաղթանակի, բայց էլի մեծ հարց է, ինչ դրանից հետո եկեղեցու սպասավորը գա դառնա երկրի ղեկավար, այսինքն ինձ համար ընդունելի չէ եկեղեցու ոչ բիզնեսով զբաղվելը, տեղից սկսենք, որտեղ ինչու քաղաքականությամբ զբաղվելը տարիներ շարունակ արձանագրվում է, որ այս ինչ հոգևորական է, ինչ բիզնեսներ ունի, ինչ հյուրանոցներ ունի կամ ինչ բան է, ընդունելի չէ բիզնեսով զբաղվելը, ընդունելի չէ եկեղեցու քաղաքականությամբ զբաղվելը, փոխարենն ընդունելի է կրթությամբ զբաղվելը, որը բանակին հավասար մի բան է, եթե ոչ ավել կրթությունը եւ կարող են ասել կրթությամբ էլ թող կրթության համապատասխան կառույցը զբաղվի, թող զբաղվի, բայց դա որևէ մեկի ձեռքերը չի կապում, յուրաքանչյուր հայ մարդ պարտավոր է զբաղվել կրթությամբ ինքնակրթվելուց սկսած մինչև սեփական զավակներին կրթելը կամ հարևանի երեխաներին էլ թույլ չտալ, որ մի վատ արարք անեն։ Շատերն են արձանագրում
ես նման պնդում չեմ անի, որ այս հարաբերությունները, այս իրավիճակը կործանարար է հենց մեր պետականության համար եւ օրինակ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ լինեն օրենսդրական փոփոխություններ սահմանադրության մեջ, որը կենթադրի պետության վճռորոշ ձայնի իրավունք կաթողիկոսի ընտրության հարցում։ Հիմա ըստ ձեզ սա կարող է լուծում լինել։ Եվ դուք էլ ձեր խոսքում ասացիք, որ շատ անկումային, անդունդային իրավիճակ է եւ պետք է գտնվի հոգևոր հայր, որը իր խոսքով դուրս կբերի այս իրավիճակից, բայց եթե մենք տեսնում ենք բոլորը ներքաշված են այս մակարդակով բանավեճի մեջ, ապա ով պետք է այդ խոսքը ասի, այդ սթափացնող խոսքը ասի։ Նախ հարցի առաջին հատվածին անդրադառնամ, տեսեք, օրենսդրական փոփոխություններ անելը իհարկե էս ամեն ինչը բացի շոուն հետին նպատակներ ունի, ինչպես ես քիչ առաջ նշեցի կամ ակնարկեցի, չեմ բացառում նաև, որ այսպիսի բաներ դեռ կլինեն մեր պետական խորհրդանիշների ուղղությամբ, բոլոր են արժեքների, որոնք սահմանադրության մեջ ամրագրված են եւ ամեն դեպքում հող է նախապատրաստվում փորձ է արվելու սահմանադրական փոփոխության գնալ, իսկ դրա համար մեկից ավել որքան հիմնավորումներ ունենան դրան ձգտողները, այնքան իրենց համար ավելի այսպես ասած լավ կլինի, ասեմ, տեսեք, սա անելու համար պետք է սահմանադրությունը փոխել։ Այնուամենայնիվ, եթե փորձեն սահմանադրության միջոցով կամ օրենքով կամ պետության միջոցով եկեղեցու ներսում կայացող որոշումների վրա ազդել, դա արդեն լրիվ բռնություն է, որովհետև դա համարժեք է, որ Հայաստանում գործող կրոնական կազմակերպությունների ներսում օրենքի շրջանակում գործող այդ կազմակերպությունների ներսում որոշենք մենք իրենց ներքին կանոնակարգին մասնակցել եւ միջամտել։ Կարող ենք էլի հանրայնացնել, որ գիտեք, այս եկեղեցու ներսում այսպիսի անընդունելի ծես է արվում կամ այս կրոնական կազմակերպության ներսում ղեկավարը անընդունելի վարք ու բարք ունի, բայց միջամտելը դա երբ որ եղել է աշխարհաժողով, երբ որ աշխարհականներն են մասնակցել, այնուամենայնիվ ներքին կանոնակարգման խնդիր է եկեղեցու։ Սա մեկ, երկրորդը շատ մտել են անձնական տիրույթ մարդկանց եւ փորձում են բարոյական դասեր տալ, ես նաեւ լսեցի ԿՊԱ-ական գործչի հայտարարությունը, որ հատ առ հատ բացահայտելու ենք մյուս բոլոր սրբապիղծներին, իդեպ անձնական կյանքի վերաբերյալ օգտագործվում է ծայրահեղ բառ, որտեղ սրբապղծությունը, մանկապղծությունը, Աստված հեռու պահի, անբարոյականությունը, սրանք էլ հստակ տարբեր երանգներ ունեն, բայց իջել են հնարավորինս ցած, եւ եթե ինչ-որ մեկը հավակնում է պետական ներկայիս պաշտոնյաներից, ԿՊ-ից, որ բարոյական Հայաստան են կառուցելու, ապա դա հազարամյակների խնդիր է, ոչ միայն հայերի առաջ ծառացած, կան ավանդույթներ, կան մարդիկ, ովքեր ինչպես Գյումրու հոգևոր թեմի ղեկավարն է ասում, սայթակումներ են անում եւ այլն, մենք գնում ենք որ ճանապարհով, այդպես կտրելու եւ սարսափով բարոյականություն պարտադրելու ներողամտության արժեքները պիտի ճիշտ դրվեն, փոքր բարուրից արժե համակարգը պիտի ճիշտ դրվի, ոչ թե մեր ազգային ժողովի ամբիոնից հենց այս իշխանությունների օրոք խոսեն սեռական փոքրամասնություններ, որտեղ դա մարդու իրավարար ինչ-որ հիմունքների դրսևորում է, Հայաստանը ներկայացնի այլ սեռական կողմնորոշման մարդ, սեռը չեմ կարող ասել, եւ բազմաթիվ բաներ թույլ տան, որ եթեր մտնի, կայքեր մտնի եւ իրենց լեքսիկոնի մեջ զուգահեռաբար ասեն կրթվել է նորաձև է, հետո որոշեն սրբապիղծների իրենց որակմամբ որս հայտարարել։ Այդպես մի բարի պապիկ չեն կարողանալու գտնել, ով իմ ասած խաղաղաբեր խոսքը կունենա եւ այդպիսի մի բարի պապիկ կամ մարդ հարկավոր է մեզ ոչ միայն եկեղեցու գլխին, մեզ պետք է այդպիսի խոհեմ անձիկ, տարիքը կապ չունի եւ սերն էլ կապ չունի, պետական բոլոր կարևոր օղակներում նախարարությունում եւ այդպիսի թագավոր է պետք, այլ կերպ ասած, այսինքն երկրի ղեկավար վարչապետ, ում խոսքը կունենա արժեք
Ոչ թե քիչնի հումորային ծրագրերի մակարդակի կդառնա փողոցային խոսակցության ժարգոն բոլոլայից հետո երիտասարդ որ քաղաքապետարանի մոտ ասել հիմա նոր բառ է տրված այն ժամանակ կարգին հաղորդում կար կարգին հաղորդումներ թելադրում ուրեմն ինչ խոսիչով պիտի խոսի հանրությունը հատկապես երիտասարդները հիմա երկրի վարչապետը կարգին հաղորդման գործառույթն էլ եւ մի բլոգեր ունեինք որը հիմա ձերբակալված է կարծեմ իր վատ լեքսիկոնով հայտնի նա տեսավ հայհոյանքներով հայտնի վարչապետը տեսնում է որ այդպես բավական ռեյտինգ կարելի է դիտումներ հավաքել ասում է ինչ վատ կլինի նրա տեղն էլ ես լրացնեմ այսինքն սա աչոք հավաքելու եւ ընտրաձայներ ընտրողների համակրանքը փախցնելու անհաջող ասեմ ձեզ փորձ է որովհետեւ 2026-ին չի ստացվելու համոզված եմ որ չի ստացվելու եւ ամեն այսպիսի արարք ամեն սկանդալ եւ շոու մեզ ցույց է տալիս որ ԿՊ-ի ներսում կան վախեր որ իրենց ձայները անկում են ապրել թույլատրելի նվազագույն սահմանից էլ Իսկ ով կլինի, ես նշեցի, որ եկեղեցում այսօր էլ կան շատ հրաշալի հոգևոր գործիչներ, բայց դա ոչ թե ինք ձեր կամ մյուսի ցանկություն լինի, այլ թողնենք, որ եկեղեցին նաև այդ մարդկանց միջոցով կամք ուժ գտնի հաղթահարի այս մարտահրավերը։ Ես ուզում եմ, որ եւ եկեղեցին իօքուց մեր ժողովրդի հաղթող դուրս գա բոլոր այսպես իրավիճակներից եւ պետությունը դուրս գա, բայց ինձ համար եկեղեցին կառույց է, պետությունը կառույց է, իսկ անձերը ովքեր վիրավորանքների փոխադարձ մեկի ձեռքը կարծես սուրը լինի եւ մյուսի ձեռքում վահանը, բայց չեն գիտակցում որ եւ սուրը եւ վահանը մի հորից են ժառանգություն ստացել եւ ոչ իրար դեմ կռվելու համար։ Մեկը պիտի վահանը պահեր ընդհանուր ճշտամու դեմ եւ մյուսը այդ սրով հարված էր ընդհանուր ճշտամին։ Այսօր պատտվել են ճշտամին ոչ միտեղ չի անհետացել, երկու եղբայր ասենք եւ այդ սուրն ու վահանը բանեցնում են իրար դեմ։ Ողում գլուխը ավելի լավ կջարդի կարծում է թե ժողովուրդը նրա կողմն էլ կթեքվի այս հաղթանակում ճակերտավոր եթե մեկը մեկին հաղթեց իսկ դա լինելու է մյուսին ստորացնելու հաշվին երկուսն էլ պարտվելու են եթե ժողովրդական համակրանքը վստահությունը x էր ապա մինուսները գնալու մենք կրկին որտեղ սա պարակտում է ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը կամ այն խոսակցությունը որ սա քաղաքացիական բախումների հետ անելու պատերազմի նման վտանգ չեմ տեսնում անկեղծ ասած, որովհետև հետևողականության պակաս ունեն ժամանակակից մեր գործիչները, թասիբի պակաս ունեն մեր գործիչները եւ իրենք խոսքը կամոն տվող մարդիկ են։ Իրենք այսօր ասեցին, մի շաբաթ էլ կասեն, կրակի վրա յուղ կլցնեն, կնստեն կնային քանի դիտում ունի, ով քրվեց ավելի շատ Facebook-ում հայոյեց եւ հրապարակումներ կանեն նրանից հետո հանգիստ կտեսնեն որ մարում է ալիքը իսկ իրենք չեն շարունակում սորաբար շարունակել ինչ հարումով վերհանել ճշմարտությունը եթե նման խնդիր կա բուժել առողջացնել եւ կարճ ժամանակ անց սպասեք նոր սենսացիոն շոու ծրագրերի այլ բառերով դժվար է ասել Շնորհակալ եմ պարոն Կիրակոսյան Ես էլ եմ շնորհակալ Հիշեցնեմ, որ զրուցում էի Հայաստանի Շնորհապետական կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, աստվածաբան, հայագետ Հայկ Կիրակոսյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։